Տիկին Արմենուհի Պողոսյանը Լևոն Թորոսյանի իրավահաջորդ հրապարակիչ չի միացել, բայց լինելով նրանց ներկայացուցիչ երկու բառ նշեմ Լևոն Թորոսյանի գործի վերաբերյալ, զինծառայող Լևոն Թորոսյանի սպանությունը դարձյալ որակվել է որպես ինքնասպանություն, երկար տարիների գործի քննությունը իբր թե ընթանում է առանց որևէ առարկայական տեղաշարժի։ Ինչպես Լևոն Թորոսյանը, այնպես էլ մյուս զինծառայողների գործերի մեջ կա առնվազն այնպիսի տարօրինակ հանգամանքներ, որոնք ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլ մեղմ ասած կասկածելի են։ Շատ մանրամասն դետալների մասին այս պահին ես չեմ ուզում անդրադառնալ, բնականաբար հարցերի դեպքում դրանց վերաբերյալ սիրով կպատասխանեմ, ուղղակի ուզում եմ նշեմ, որ Լևոն Թորոսյանի գործը ևս, որը որակված է որպես ինքնասպանություն, մեղմ ասած չի համապատասխանում այն փաստական տվյալներին, որը առնվազն մենք ունենք գործով, ինչպես մյուս բոլոր զինծառայողների գործերով։ Առայժմ գործերի մասն առայժմ կարճ այսքանը, եթե հարցեր կան, ապա սիրով կպատասխանենք, եթե ոչ, ապա ես որոշ տեղեկություններ ևս կցանկանամ հայտնել։ Ակնհայտ է, որ Հայաստանի իրավական համակարգը չի բացահայտում այս գործերը, ձեր հետագա անելիքները։ Մեր հետագա անելիքները մենք շարունակելու ենք պայքարել, ես բազմիցս կրկնել եմ, գալու եւ գնալու են Փաշինյանները, Վարդապետյանները, բոլորը։ Այս ծնողները 2007 թվականից սկսած բազմաթիվ վարչապետեր, նախագահեր, դատախազեր են ճանապարհել, նրանցից շատերը գնացել են անհետագից, սրանք ևս գնալու են առանց հետագծի։ Պատմության մեջ մնալու են մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին եւ դատաիրավական համակարգը սարսափելի խայտարակ վիճակում թողեցին։ Մի կարևոր հանգամանքի մասին կուզեմ նշեմ։ Երբ այս 5 զինծառայողների գործերը ներկայացնում էր վարչապետին, նաև նշվում էր, որ այդ գործերով ապացույցների մի մասը ոչնչացվել է, չի պահպանվել, շատ զարմացած հարցրեց Տիկին Վարդապետյանին, իսկ ինչ են պատրաստում անել այդ մասով, ովքեր են մեղավոր։ Տիկին Վարդապետյանը նշեց, որ մեղավորների հետ կապված այլ ընթացակարգ պիտի լինի, այն քննիչները, դատախազները, օպերատիվ աշխատողները, նրանք ովքեր ապացույցները չեն պահպանել կամ կոծկել են, եւ Փաշինյանը հարցրեց ինչպես պիտի լինի, Վարդապետյանը բառացի ասավ, որ այդ հարցը պիտի քննարկեն ԱԱԾ տնօրենի հետ, այն ժամանակվա գլխավոր դատախազի, դեռ ինքը գլխավոր դատախազ չէր, քննչական կոմիտեի նախագահ եւ վարչապետին կզեկուցեն, այսինքն պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիր պիտի լուծվեր։ Իհարկե սա չի արվել, ոչ Վարդապետյանի կողմից, ոչ Փաշինյանի կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից։ Մենք ինքներս ենք արել դա։ Կազմել ենք ցուցակներ պատասխանատու պաշտոնյաների, ներկայացրել ենք, այդ ցուցակների մեջ կան բազմաթիվ այսօրվա պաշտոնյաներ, դատավորներ, դատախազներ, կայազորի ղեկավարներ, քննիչներ, ընդ որում հակակոռուպցիոն վճռաբեկ, Պարսագույն դատական խորհուրդ, վճռաբեկ, քրեական դատարան, բազմաթիվ բարձր պաշտոնյաների։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Այդ անձինք, ովքեր այս զինծառայողների սպանությունները ճիշտ չեն քննել, մեղմ բառ եմ ասում, ապականել են գործը, ոչնչացրել են ապացույցները եւ այսօր բարձր պաշտոններ ունեն։ Այդ բարձր պաշտոնների նրանք արժանացել են Փաշինյանի նշանակումներով կամ Վարդապետյան աննային նշանակումներով, իսկ որոշները նախագահի հրամանագրով։ Արդյոք կբացահայտվեն այս գործերը։ Միևնույնն է, շարունակելու ենք պայքարել, չենք հանձնվելու եւ իլրումն նաև նշեմ, որ մենք ինքներս ենք ապացույցներ հայթայթել շատ դեպքերում։ Տիկին Գոհարի հետ գնացել ենք Զորամաս, դեպքի վայրը ինքներս ենք զննել եւ պարզել ենք, որ այն դեպքի վայրը, որը 2007 թվականին արձանագրությունը կազմվել է, չի համապատասխանում իրականությանը։ Հադրութի Զորամաս, Հադրութի բժշկական կենտրոն ենք գնացել պատերազմից առաջ։ Պատերազմի ընթացքում Վալերի Մուրադյանի Զորամասում ենք եղել, պարզելով ինչպես կարող էր տեղ ունենալ այն հանգամանքը։ Մենք ցավոք սրտի հույսներս չենք դրել ոչ Փաշինյանի վրա, ոչ էլ Վարդապետյանի վրա։ Մենք հույսներս դրել ենք, որ արդարությունը հաստատվելու է
իհարկե չենք հավատում, որ այս իշխանության օրոք դա կլինի, որովհետև այս իշխանությունը պատասխանատուների պաշտոններ է բաժանել։ Իսկ հիմա նոր քաղաքականություն են որդեգրել այս 5 գործերով։ Գործերը թերի քննված անմխիթար վիճակում ուղարկում են արդեն դատարան։ Վալերի Մուրադյանին ուղարկել են, շուտով պատրաստում են հավանաբար ուղարկել դատարան Լևոն Թորոսյանի գործը։ Դատախազությունը շատ այսպես խորամանկ քայլ է մտածել, պատասխանատվությունը իրենց վրա գցեն, վեճը տեղափոխեն ծնող դատարան հարաբերությունների դաշտ։ Դատավորներից մեկը արդեն գործը վարույթ է ընդունել եւ մենք արդեն առաջի կոնֆլիկտային վիճակը ունեցել ենք օրեր առաջ։ Բայց նշանակություն չունի։ Գործը կքննվի դատարանի վարույթում, կլինի քննչական կոմիտեում, թե գլխավոր դատախազությունում։ Շարունակելու ենք պայքարել եւ շարունակելու ենք մատնանշել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն, ցավոք սրտի մինչ օրս չեն կատարել եւ չեն ցանկանում կատարել։ Ես մի բան ավելացնեմ մեր գործով